Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչները դատական հայց են ներկայացրել Միացյալ Նահանգների բժշկական ապահովագրության դաշնային ծառայության ղեկավար Մեհմեդ Օզի դեմ։ Բարձրաստիճան պետական պաշտոնյային մեղադրում են հայերի դեմ թշնամանք սերմանելու եւ վարկաբեկման կազմակերպված արշավ նախաձեռնելու մեջ։ Թեման շարունակենք Արտյոմ Երկանյանի հետ։ Արտյոմ, կարծում եմ նախ անհրաժեշտ է հիշեցնել նախապատմությունը։ Այո, հիշեցնեմ, որ Դոնալդ Թրամփը Մեհմեդ Օզին այդ բարձր պետական պաշտոնին նշանակել էր անցած տարի, իսկապես շատ կարևոր պաշտոն է, քանի որ գերատեսչությունը, որը ղեկավարում է Օզը, ունի 1 տրիլիոն 600 միլիարդ դոլարի բյուջե եւ վերահսկում է 150 միլիոն ամերիկացիների ապահովագրական պոլիսները։ Եվ այդ պաշտոնին նշանակվելուց հաշված շաբաթներ անց Օզը հավատարիմ մնալով իր հայատյաց գաղափարախոսությանը հանդես եկավ մի շարք ընդգծված հակահայկական հայտարարություններով, մասնավորապես մեկնելով Լոս Անջելեսի հայաբնակ Van Nuys արվարձան, կանգնելով հայերին պատկանող բիզնեսների ֆոնի վրա, մեկնելով ձեռքը հայատար այդ վահանակների վրա, ասել էր մոտավորապես այսպեսի մի տեքստ, որ ահա այս լեզվով վահանակներ ունեցող շենքերում թաքնվում են կեղծ ապահովագրական բժշկական հաստատություններ, որոնք իրականում փող են լվանում եւ այդ ամենի ետևում իբր կանգնած են հայերն ու հայկական մաֆիան։ 3.5 միլիարդ դոլարի վնաս պետության տված մեքենայություններում Օզը մեղադրել է հենց հայերին եւ հայկական մաֆիային, ինչպես ինքն է որակել։ Իրավապաշտպան Իջապես արձանագրել էին պնդելով, որ դա ոչ միայն ազգային խտրականություն է, այլ նաև կոնկրետ էթնիկ խմբի դեմ ուղղված թշնամանք հրահրելու փորձ էր։ Դե Օզի մոտիվացիան դժվար չէ հասկանալ, հաշվի առնելով, որ մինչ այդ էլ նա ընդգծված հակահայկական կեցվածք է ունեցել եւ հավանաբար պատճառներից մեկը այն էր, որ ժամանակին հայկական կազմակերպությունները տապալել էին նրա սենատոր դառնալու փորձերը, նա մինչ այդ էլ բազմիցս հակահայկական հայտարարություններով է հանդես գալիս, հերքում էր հայոց ցեղասպանության փաստը եւ իր եւ հայկական կազմակերպությունների միջև այդ հակամարտությունը տարիների փորձ ունի։ Ես պետք է նշեմ, որ Մեհմեդ Օզը ոչ միայն ազգությամբ թուրք է, այլ նաև շարունակում է մնալ Թուրքիայի քաղաքացի, հակառակ դրան, որ Թրամփի վարչակազմում բարձր պետական պաշտոն է զբաղեցնում։ Ավելին, նա շարունակում է հպարտանալ Էրդողանի հետ անձնական, բարեկամական հարաբերություններով եւ որոշ տեղեկությունների համաձայն շարունակում է մնալ Թուրքիայում իշխող կուսակցության անդամ։ Արտյոմ, իսկ ովքեր են հայցվորները եւ ինչ են պահանջում։ Այս հայցը, որը ընդամենը մի քանի օր առաջ է դատարան հանձնվել, ներկայացրել է այդ Van Nuys քաղաքի բնակիչ, մեր հայրենակից Աննա Իվանյանը, որը Տիգրանակերտ Meat Market խանութի սեփականատերն է, հենց այդ խանութի մուտքի մոտ էր կանգնած դոկտոր Օզը եւ պնդում, որ այդ հայերը բոլորը մաֆիոզներ են եւ պետությունից փող թաղանով մարդիկ են։ Արդյունքում բնական է կարող էր տպավորություն ստեղծել, որ այդ մարդիկ փոքր բիզնեսի սեփականատերը իսկապես ինչ-որ մեքենայությունների հետ կապ ունեն, բնական է, որ արդյունքում այդ մարդիկ սեփականատերերը կորուստ ունեցան ոչ միայն ֆինանսական, այլ նաև իրենց համբավներ լուրջ կորուստ ունեցել եւ տուժել։ Եվ կարծում եմ միանգամայն հիմնավոր է իրենց պահանջը հատուցելու իրենց առնվազն նյութական կորուստները, որոնք ունեցել են։ Մեկ այլ հայկական խանութ, որը նույնպես կադրում էր հայտնվել, նույնպես սեփականատերը պնդում է, որ այդ ամենի արդյունքում իր բիզնեսը ամսական 30%-ի կորուստ է ունեցել եւ նույնպես պատրաստվում է հայցով հանդես գալ։ Այստեղ կարևորը ոչ թե նյութական հատուցումն է, այլ բարի համբավի պաշտպանության իրենց ձգտումը, հա։ Ամերիկայի հայկական փաստաբանների ընկերակցությունը կոչ է անում բոլոր տուժած հայերին համախմբվել եւ խոստացել է իրավական աջակցություն, եթե իրենք պատրաստ լինեն եւ ցանկանան հայցով հանդես գալ։ Նշեմ, որ լրագրողները դիմել են դոկտոր Օզի գրասենյակ խնդրելով պարզաբանում, բայց որևէ պարզաբանում այդպես էլ չեն ստացել։ Այսպիսով հայ համայնքին մարտահրավեր է նետված
եւ հայերը ընդունել են այս մարտահրավերը եւ այս ամենը կարծում եմ հայ համայնքի համար իրենց ամրությունը ստուգելու լավ հնարավորություն է։ Ես որքան տեղյակ եմ, այլ հացյաններում էլ օզի դեմ բողոքներ կան, որ դեռ պետք է քննվեն։ Այո, վերջերս Կալիֆոռնիայի նահանգապետ Նյուսոմն էր բողոքել օզի գործողությունների դեմ, հայտարարելով, որ դա քսենոֆոբիա է, խտրականություն է, ռասիզմ է, պահանջել էր հետաքննել, արդյոք համատեղելի են իր այս խտրական հայտարարությունները բարձր պետական պաշտոն զբաղեցնելու հետ։ Մեկ այլ բողոքով դիմել էր սենատոր Ադամ Շիֆը, նա դիմել էր առողջապահության նախարարի գլխավոր ինսպեկտորին, բայց ասեմ, որ սա օզի համար մի մեծ նորություն չէ, նա կարծեմ մոտ տասնյակ դատական հայցերի մասնակից է եղել եւ նրանցից այդ մի քանիսում մեղավոր է ճանաչվել, օրինակ տարիներ առաջ, երբ դեռ պետական պաշտոն չէր զբաղեցնում, նա մասնակցում էր մի սուրճի գովազդում եւ պնդում էր, որ այդ սուրճը օգնում է մարդկանց նիհարել։ Գիտնականները ստուգել էին, պարզվել էին, որ դա սովորական սուրճ էր։ Արդյունքում դոկտոր Օզը ստիպված է եղել $5.5 միլիոն հատուցում վճարել այն մարդկանց, ովքեր հավատում էին նրա տարածած ստին եւ այդ գնում էին այդ սուրճը։ Մեկ այլ դեպք, երբ Z արտադրող ամերիկյան ընկերակցությունը բողոքել էր իր դեմ, քանի որ նա հայտարարել էր, որ խանութներում վաճառվող Z-ի 80%-ը կեղծ է, արդյունքում արտադրողները տուժել էին մի քանի միլիոն $-ի կորուստ են ունեցել։ Այսինքն Օզը այդ սկանդալային համբավը, որը դուր է եկել, չգիտես ինչու Դոնալդ Թրամփին, ձեռք է բերել հենց նման ճանապարհով։ Շնորհակալություն, Արչա։